Այսօր հիվանդանոց է գնացել ու անչափ քանակի ծեր մարդիկ կային ու նայում ես ու տեսնում ես թե ինչքան վատ վիճակում են մեր ծեր մարդկանց մեծ մասը։ Իրենք դժվարանում են տեղից վեր կենալ, դժվարանում են կռանալ ու գետնից բան վերցնել, շատերը դժվարանում են քայլել։ Ու լիքը մարդ մտածում է դե էս է ծերությունը կամ տարիքը իրան ասում է, բայց էս ընդհանրապես տենց չի։ Հա, տարիքը իհարկե դեր խաղում է, բայց քո ապրելավոճը շատ մեծ ազդեցություն ունենալու նրա վրա, թե դու ինչքան շատ մկանային մասսա ես կորցնում տարիքի հետ ու ինչքան ֆունկցիոնալ ես ծեր տարիքում։ Մոտ 30 տարեկանից հետո մարդը սկսում է մկանային մասսա կորցնել տարիքի հետ, ինչը կոչվում է տարիքային սարկոպենիա։ Ու մենք անչափ շատ հետազոտություններ ունենք, որոնք որ ցույց են տալիս, որ ուժային մարզումների միջոցով սրա մեծ մասը կարելի է կանխել։ Օրինակ նայեք այս MR տեսկանին, որտեղ համատում են 70 տարեկան տրիատլոններ վազող մարդու ոտերը 74 տարեկան նստակյաց մարդու ոտերի հետ։ Ու հիմա նայեք 40 տարեկան մարդու ոտերին, ով որ նույնպես տրիատլոններ է վազում։ Տարբերություն զգում եք։ Հուսով եմ, որ կգա մի օր, որ հայ իրականությունում կգիտակցեն, որ մարզվելը այդ մենակ ջահելների համար չի, ու որ մկաները մենակ դեկորատիվ դեր չեն կրում։ Ու կապ չունի դու քանի տարեկան ես՝ 30, 40, 70, ինչ տարիքում էլ սկսես, օգուտը անչափ մեծ է լինելու։